Ողջույն, պարոն Բաբայան։ Բարիցիս։ Այսօր մենք խոսելու ենք ընտրական հանցագործությունների մասին, ինչու ենք ընտրել այս թեման, քանի որ վերջերս տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունները եւ գիտենք, որ տեղի են ունեցել բավականին շատ իրավախախտումներ եւ այսօր կանդրադառնանք հենց այն իրավախախտումների մասին, որոնք որ հենց իրենց բնույթով հանցագործություններ են։ Հա, խոսենք դրա մասին, հատկապես որ մինչև հիմա էլ մինչև այսօր էլ նույնիսկ անդադար ռեժիմով հրապարակվում են ձայնագրություններ, չգիտեմ, իշխանությունը անդադ մեղադրում է կոնկրետ քաղաքական ուժի կամ նույնիսկ ուժերի, որ այս ամբողջ ընթացքում ընտրակաշառքներ են բաժանել ու շատ լավ թեմա է դեպ, որովհետև այս շատ ենք լսել ընտրակաշառք, նույնիսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչները այս ընթացքում այնքան լսեցին ընտրակաշառք, որ իրենց թվում է թե օրինակ եթե ընտրությունների օրերին կամ ընտրությունների նախորդող օրերին ընկերոջից մի քիչ պարտքով փող ուզի կարող է ընտրակաշառք դիտարկվի, ուսես մի վիճակ է ստեղծվել, որ այդ գործերով, ընտրակաշառքի գործերով, օրինակ մեր Խաչիկ Գալստյանի գործով հայրենի կուսակցության գլխավոր քարտուղարի նյութերը նայում ես տեսնում ես, որ ընտրակաշառքի մասին ընդհանրապես ոչինչ չկա։ Բայց դրա համար են իրան։ Բայց իրեն տնային կալանքի տակ են պահում, 2 ամիս բանտային կալանք, հիմա տնային կալանք, ընտրակաշառք տալու բանով, հա, մեղադրանքով։ Բայց ուսումնասիրում ես նյութերը, վկաները գալիս ասում են մենք քարոզչական գործունեություն ենք իրականացրել, դրա համար ինչ որ որոշակի փոխհատուցում կամ վարձատրություն ենք ստացել։ Հա, նորմալ է, ծառայություն։ Հիմա այս թեման իսկապես լավ թեմա է ընտրել, թեև որպես գաղտնիք ասեմ, միասին ենք քննարկել ընտրել։ Ասեմ ավելին ես ձեզ հարցրել։ Հա, այդքան է, հա, հետ էլ ասեցի, լավ։ Իրականում լավ թեմա է, որովհետև շատ քննարկվեց ու մի քիչ երևի բարձրաբանման կարիք կա, թե այդ ինչ ընդհանրապես մենակ ընտրակաշառք չի, ընտրությունների հետ կապված այլ հանցագործություններ կան կամ քաղաքական իրադարձությունների վրա ազդեցություն ունեցող այլ հանցագործություններ կան, որոնցով էլի մենք հիմա շատ ենք լսում, հա։ Ինչ անենք, նախ ասենք ինչ է ընտրակաշառքը։ Ընտրակաշառքը պարզաբար հանցագործություն է, որ որոշակի անձի տալիս են նյութապես շահագրգռում, փող են տալիս, մի ավելի պարզ խոսանք, որ ես ինչքան գիտեմ, այս քո ոդքասթը, որը շատ լավն է նայում եմ, բաներ մասնագետների համար չի։ Ավելի պարզ խոսենք, մարդիկ հասկանան, փող են տալիս, ասում ենք, որ այ այս փողի դիմաց կգնաս կընտրես այսինչ մարդուն։ Ընդ որում այս դեպքում կարևոր չի ինքը ուզում էր ընտրել դրան, չէր ուզում ընտրել, նույնիսկ եթե ուզում էր հենց այդ ուժին էր, մեկը փողը տայր չտայր ինքը տեղեր, հա, այդ ուժին էր ընտրելու, այս դեպքում տվեցիր փողը, թեկուզ եւ իր կամքի վրա ազդեցություն չունեցար, իսկ կամքի վրա ազդեցությունը կարևոր է, որովհետեւ մյուս հանցագործությունների դեպքում օրինակ սա առանցքային նշանակություն ունի։ Տվեցիր փողը, ասացիր, որպեսզի կատարես այսինչ գործողությունը, գնաս ընտրես իմ ուզած քաղաքական ուժին, հա, տվեցի։ Ընդ որում, ընտրակաշառքի հանցակազմի խնդիրներից կամ խնդրեմ չէ, ավելի ճիշտ խնդիրներից, վտանգներից մեկն էլ է նա, որ պարտադիր չի տված լինի ընտրակաշառքը։ Նույնիսկ որ խոստանա բավարար է։ Հենց խոստանա պայմանավորվել են, ասի ես քեզ կտամ ընտրակաշառքը գնաս, այս ինչին կընտրես, ասենք, չգիտեմ, ընտրության նախորդ օրը կտամ, այս ինչ օրը, այ հենց այդ բայց ինքը արդեն ավարտված հանցագործություն է։ Հա, նույնիսկ ստանալն է, այո, հիմա վերադառնալով, այո, հիմա այստեղ ընդ որում այս հանցանքը փաստորեն երկուսով են անում։ Սովորական կլասիկ դեպքերում կամ մեծամասնությունում, չէ, մեկը հանցանք անում, մեկը տուժում է դրանից։ Այս դեպքում երկուսն էլ հանցանք են անում, որովհետև կաշառք ստանալն էլ է հանցագործություն։ Կապ չունի ընտրակաշառքը, ցանկացածում մենք քննարկում ենք ընտրակաշառքը։ Եվ հասարակության մեջ այս վերջի շրջանում ակտիվ քննարկվող հանգամանքը, որ ընտրակաշառքը լատենտային հանցագործություն է, հա, իրականում դա այդպես է, որովհետև այն որ ասում է գոհ համ տվողը, համ ստացողը։ Եվ դժոխ չկա, որ գնա բողոքի։ Թեև ընդհանրապես կաշառքի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների համար խրախուսող նորմեր կա, եթե օրինակ գնան շուտ ասեն, որ մենք գիտեք, sense բան են կարել, հա, դրա համար կա որոշակի կամ ամբողջությամբ ազատում պատասխանատվությունից կամ մեղմացող հանգամանքներ կա, բայց ամեն դեպքում երբ որ բանը հասել է նրան, որ անձը արդեն փող է վերցնում, որ գնա ընտրի, իսկ շատ վատ բան է, շատ վատ արարք է, ինքը դե չի փոշմանելու, չի գնալու ասելու։ Եվ այստեղ իսկապես բացահայտման իմաստով մեծ խնդրեմ կա, որովհետև ինքը չունի դժոխ, երկու կողմն էլ մեղադրյալ են, երկու կողմին էլ ձեռ է տալիս։ Կարելի ասել դժողը եթե ընտրությունների հետ կապված հասարակությունն է, կամ պետությունն է։ Այս դեպքում այո, մասնագիտական լեզվով ասած օբյեկտը հանցագործության, այո, ընտրական գործընթացները այդ հարաբերություններն են։ Հա, որովհետև փաստորեն այդ արարքով ենթադրվում է, որ ազդեցություն են գործադրում պետության ապագա կառավարման կամ օրինական իշխանության ձևավորման վրա։
Եվ այո, ինքը իրականում բավականին լուրջ ծանր հանցանք է, որովհետև ստացվում է, որ օրինակ դրա մասսայականության դեպքում, որ վերջերս անդադար քննարկվում է, կարա պարլամենտի կազմը փոխվի։ Անկեղծ եթե լինենք, ես չեմ հավատում դրան, որովհետև այնուամենայնիվ թեև տվողը կա, ստացողը կա, բայց միևնույնն է, ընտրական այդ քվեատոփի կամ քվեախցիկի, քվեատոփեն բաններ, չէ՞ որ մեջը գցում էին, հա։ Քվեախցիկի հետևում մարդը ինքն իր հետ է, ինքն է որոշում։ Եվ այդ իմաստով կարծում եմ վաղուց անցել այն ժամանակը, որ մարդիկ կվախենան եւ հա թեկուզ փողը կվերցնեն, կգնան կընտրեն հենց այն ուժին, որի համար հա, այս առումով բան, բայց միևնույնն է, դա որևէ կերպ չի մեղմում այս հանցագործությունը եւ ինքը իսկապես այն պետության համար ընդհանրապես կաշառքը ինքը պետությունը քանդող, քայքայող բոլոր կոռուպցիոն հանցագործությունները կաշառքը հատկապես, իսկ ընտրական կաշառքը կամ ընտրակաշառքը առավել եւս կառավարման կարգը քանդող, հա, ապագա խորհրդարանը կամ ապագա իշխանությունը ձևափոխող, անհասկանալի եղանակով կազմավորող պրոբլեմատիկ հանցագործություն է։ Ու նաև ապացուցումն է շատ բարդ, ապացուցան, որ հենց դա լատենտային իմաստ, որտեղ երկու կողմը գոհ են։ Համ տվողն է գոհ, համ ստացողն է գոհ։ Իրանք չեն բողոքելու, իրենք թաքցնելու են, բայց այստեղ էլ ուրիշ խնդիր կա, որ պրակտիկայում հանդիպում ենք։ Ես հիմնավոր ենթադրություն ունեմ, որ իշխանությունը նպատակ ուներ ցույց տալու հենց ընդդիմության կողմից այս ընտրակաշառքների, հա, այսպես ճոխացնելու բաները, ինչի ունեմ այդ հիմնավոր կասկածը, որովհետև օրինակ նույն Խաչիկ Գալստյանի գործով ըստ նախաքննական ցուցմունքի մեղադրյալներից մեկը եկել է ընդունել իր մեղքը ըստ ցուցմունքի եւ ասել է, որ այո, ես պետք փողը վերցնում էի, որ ես ընտրեի իմ համար, հələ մի քիչ էլ ավելի է վերցել, որ սրան նրան պիտի տայի, ասեմ 50,000 դրամի մասին է խոսքը, երբ որ այդ անձի ցուցմունքը վերցնում ենք, տեսագրությունը նայում ենք նախաքննիչի մոտ, եւ հարցում այդ մարդը այս բան չի ասել, կամ առնվազն չէր ասում, ինչեւ քննիչը այդպեսին իրան չի վերագրել, ինչ ասում, ասում գիտեք, ես հա ասում փող վերցրել եմ, ես այդ մասով ընդունում եմ, այսինքն այստեղ խնդիրը ինչն է, որ իրեն թվում է, թե ցանկացած դեպքում եթե փող ա վերցել, դա հանցագործություն է։ Միշտեր ինքը աշխատանքի դիմաց որոշակի վարձատրություն է ստացել կամ որոշակի ծախսերի փոխհատուցում։ Ի վերջո որևէ մեկը պարտավոր չի որևէ քաղաքական ուժի համար գնա քարոզչական գործում կամ գնա որևէ մեկին համոզի։ Երբ որ ես գնում եմ համոզում եմ ինչ-որ մեկին ասում եմ արի մեր ուժին ընտրի, դա նորմալ քաղաքական բան է, գործընթաց է, վկայության իմաստը է դա։ Հիմա եթե դրա դիմաց ինձ որոշակի փոխհատուցում են տալիս, օրինակ տրանսպորտային ծախսեր են հատուցում։ Կամ չգիտեմ, սննդի հարցեր են փոխհատուցում, նույնիսկ հնարավոր աշխատավարձ են տալիս, ես սկսում եմ վախենալ, ասում այ տեսեք, ես գնացել եմ մարդկուն ասել եմ արի ինձ ընտրի, դրա համար ինձ փող են տվել։ Չէ, այստեղ հանցագործություն չկա։ Բացարձակ հանցանք չի։ Հետո սուբյեկտի մասով է այդտեղ։ Սուբյեկտին կանդրադառնանք, հարցն այն է, որ մարդկանց մոտ տպավորություն է, թե սա հանցանք է։ Դրա համար գնում է ցուցմունք տալիս, որպես մեղադրյալ ձերբակալում են, գնում է ցուցմունք տալիս, ասում է ես ընդունում եմ իմ մասով, մեղ հա, ասում ես փողը վերցրել եմ։ Հետո իր նույն ցուցմունքի մեջ ասում է ինչի համար այդ փողը վերցրել։ Ու չի ասում է իսկ դրանով դու ընտրություն ընտրելու համար ես, դու չի ասում ընտրելու համար չէ, ես պիտի գնայի գործն անեի։ Հետո կնիչ ասում է փաստորեն դու ընտրելու համար վերցրել ես, այս կինս շշմած նայ, տեսագրությունը կա հարցականության, իսկ կինս շշմած նայում է։ Հա, բայց ասում է ես, հա, ասում դու քիչ առաջ հայտարարեցիր, որ ընտրելու համար ես փողը վերցրել, դա կինը վախեցած, գնացել է հակակոռուպցիոն խիստ ջաների մոտ, բան տենց ինչ-որ օպերատիվ ծառայություն, ձայնագրություններ են հանել, դե ինչ ասում են, ասում է հա։ Որ բերում ենք դատարանում հետազոտում ենք այդ ցուցմունքը, որտեղ հրաժարվում էր ցուցմունք տալուց, դատարանում ասում ենք լեւետ նա ես կինը լրիվ ուրիշ բաներ ասում։ Հերիք չի ինքը պրոբլեմատիկ հանցագործություն է պետության իմաստով։ Այո, ինքը դժվար ապացուցելի է, բայց շատ ավելի մեծ մեղք ու մեծ վտանգ է պարունակում, երբ որ քննիչը սարքում է գլխին։ Հա։ Ու ինքն էլ վախենալով սխալ բաներ է ասում։ Հա, դրա ինչ ասում են, ասում է հա, տենց է եղել։ Հա, իրականում ընկալման խնդիր է ձեր ասացի նման, պետք է մարդ ընկալի հասկանա ինչի դիմաց ինչ է ստանում։ Ես հետաքրքիր բան ասեմ, այս ամբողջ ընթացքում, երբ որ հեռուստատեսությամբ անդադար ցույց էին տալիս ուժեղ Հայաստան, չգիտեմ, Հայաստան դաշինք գնացին հեռախոսազանգեր, նրանք մեղադրվում են ընտրակաշառքման, ես ընտրություններից առաջ հարցազրույցներից մեկում դրա մասին խոսել եմ, ասում էի, որ նպատակ ունեն այ հենց այն իրավիճակը ստեղծելու, ինչի մասին քիչ առաջ խոսում էի, որ մարդիկ վախենան, որ ակտիվ քաղաքացի կամ ակտիվ ընտրությունների մեջ ակտիվիստներ, այսպես ասած, որոնք փորձ ունեն, որոշակի շրջապատ ունեն, կարող են
գնալ որոշակի մարդկանց համոզեն, որոնց լսող կլինի, որ այդ մարդիկ խուսափեն ընդհանրապես ընտրություններին մասնակցելուց, զերծ մնան, որովհետև իրանք հասկանում են, որ իրանք անդադար լսում են, եւ այդ լսածն էլ բերում են դարձնում են հանցագործություն։ Մինչեւ հիմա ինքը իմացել է, որ այդ ինքը ինչ որ անում է, նորմալ է, խնդիր չկա դե, բայց հիմա մեկ էլ ամբողջ օրը հերոստատեսությամբ ցույց են տալիս, որ դա հանցագործություն է։ Եվ սրանով կանխում են նաեւ հնարավոր օրինական գործունեությունը մարդկանց վախացնելով։ Հա, կանխում են, որ հետագայում այդ կուսակցությունը ինչ որ միավորներ հա, որովհետեւ այն մարդիկ են որոշակի ակտիվություն ունեցող, ազդեցություն ունեցող մարդիկ, որոնք պիտի գնային աշխատեին այս կուսակցությունների օգտին, կամաց հրաժարվում են։ Ասում են, գիտես, ինչ մենք գնում ենք աշխատում ենք, մեզ բռնում տանում ձերբակալում կալանավորում են։ Հետո լավագույն դեպքում տնային կալանքի տակ են պահում 2-3 ամիս, հա, կրակը չեն ընկել, չէ, ախպեր ջան։ Կողքիններն էլ լսում են, որ իրենց հա շրջապատում էս ինչ մարդկանց տենց են արել, ասում են 100 տարի պետք է։ Ընդ որում գիտակցելով հանդերձ որ անօրինական կկալանավորեն այս կողմը, ասում բայց ես չեմ ուզում գնամ անօրինական կալանավորվեմ։ Հա։ Այս իրանց նպատակը իմ համոզմամբ սա էր, որին երևի թե ինչ որ առումով հասել են։ Բայց ես ամենևին չեմ հերքում, որ իրականում հենց բուն ընտրակաշարք հանցագործության իմաստով դա եղել է։ Ես չեմ հերքում, որովհետև ինչպես եւ չեմ հաստատում։ Այո, կան որոշակի ձայնագրություններ, որոնցից հնարավոր է նման եզրահանգման գալ։ Այո, կան։ Եվ իշխանական падգամավորները անդադար դրանն է, չէ՞, օրինակ, երբ որ հարց է բարձրացում անմեղության կանխավարկածման, ասում են դե գիտեք, այն լսածը հոբան, հիմա էլ նոր բան են սովորել, դե խելացի բան են սովորել։ Վերջերս նկատում եմ, ասում է մենք հո չենք ասում Պողոսյան Պողոսն ընտրակաշարք բաժանել։ Մենք ասում ենք համատարած ընտրակաշարք եղել, անմեղության կանխավարկած չենք խախտում, որովհետև կոնկրետ անձի կողմից կատարված արարքին գնահատական չենք տալիս, քաղաքական գնահատական ենք տալիս։ Քաղաքական գնահատական ինչ որ կուսակցության մասով են ասում, թե ասում են, չէ, ասում են կուսակցությունը բան կա, չէ, երագլուխ, պատերազմի երագլուխ կուսակցություն։ Հա, բայց կուսակցությունը անմեղության կանխավարկած այդտեղ էլի չի պահպանվում, որովհետև կոնկրետ մատնանշում է։ Չէ, բացի այդ, բոլորին ակնհայտ է այդ կուսակցության ղեկավարը Նովա։ Այո։ Եվ ամբողջ դրանից առաջ քարոզությունը կառուցվում է նրա վրա, որ ինքը օլիգարխ է, ինքը բերել է, փողեր է բաժանել, չէ, շատ լավ գիտակցում են ու հասկանում են ինչ են անում, դիտավորյալ անում են։ Հիմա քաղաքական գնահատական որպես հա, եթե ունես այդքան ձայնագրություն, կարող ես որոշակի ենթադրություն անել, որ ընտրակաշարք է եղել, բայց հիմա մեկ այլ հարց առաջ գալիս։ Բայց ենթադրենք թե այդ մի քանի 100 գործերով, որ հրապարակում են, որևէ մեկով մեղքը չհաստատվի եւ պարզվի որ որևէ դեպքում ընտրակաշարքի գործ չի եղել, բայց քաղաքական հայտարարությունները, որոնք անում են իբր անմեղության կանխավարկածը չխախտելու, բա ի՞նչ է լինելու դրա վերջը, լավ։ Արդեն ոնց որ ես շատ խոսեցի արդեն։ Չէ, ոնց որ արդեն զրպարտում ես դու մարդուն։ Մարդուն չէ, դեպքում կուսակցությանը։ Հա, ու նպատակ ունենալով, ի վերջո ընտրական փուլը անցնում է, հետընտրական փուլը անցնում է, այս ընթացքում որոշակի մարդկանց վրա դու ազդեցություն ես ունենում, դրանից հետո ինչ կբացա, հա, ընդ որում ասեմ 19-20 թվականից սկսած նկատում եմ, որ այս իշխանության համար լրիվ միևնույնն է, թե ինչ կլինի հետո քրեական վարույթի գործի իմաստով։ Ասում եմ հիմա արի կալանավորենք այդ աղմուկը անենք, բան, հետո թե ահագին արդարացածներ կան։ Երևի ոչ մի իշխանության ժամանակ այսքան արդարացում չի եղել, բայց դա նրանից չի, որ դատարան ավելի լավ է սկսել աշխատել։ Չէ, ուղղակի բան է, կարևոր չի։ Դա նրանից է, որ իրենք բանը, հա, էլ կարևոր չի իրենց համար, որոշակի ենթադրում եմ, որ այնուամենայնիվ թե ոնց որ թե մի քիչ հակասում է հետո որ մտածում եմ, բայց որ երևի որոշակի ճնշումներ կան նաև եվրոպական որոշակի կառույցներից, հա, իրենք կարող են աշկ փակել, հա, քաղաքական կամ գեոպոլիտիկ իրավիճակներից ելնելով, չգիտեմ, Ռուսաստանի հետ հարաբերություն բան, բայց ինչ որ փուլ է գալիս, որ անգամ իրանք չեն կարողանում այդ իրենց հիմնական այդ ամբողջ ընթացքում արժեքահեն բանից շեղվելու։ Լավ, ասում են, օքեյ, մի երկու ամիս կալանքի տակ է, բան խնդիր է լուծում, այս բային քաղաքական իմաստով, օքեյ, լավ, բայց հետո նայել բան չլինի։ Հա, հետո մի քիչ թույլատնում են կամ սկսում են հակառակը ճնշել, ասել, բայց դες մարդը ոնց որ թե արդեն խնդրեմ է, պետք է բաց թողնել։ Լավ, չվերացենք ամեն դեպքում քաղաքական հաղորդման մեր մասնագիտական սիրելի ոդքասթը եւ խոսելով ընտրական հանցագործություններից, պիտի մի քանի ընտրակաշարքը դե հասկացանք, ընտրական հանցագործություններից է օրինակ ընտրական գործընթացների վրա ազդեցություն, ասենք, նույն հանձնաժողովների հետ կապված հա գործունեների փաստաթղթերի հետ կապված որոշակի ազդեցություն կա, ընտրական հանձնաժողովի կամ ընտրատեղամասային, հա, այդ հանձնաժողովների անունները լավ չեմ հիշում իրենց պաշտոնների, դու ավելի լավ կհիշես վերջերս
բան է, հա, լավ այդ թեմայով խորացել եմ գիտեմ։ Այդ հանձնաժողովի անդամների վրա որոշակի գործող հանցավոր բնույթի ազդեցություն գործադրելը կապված են քվեաթերթիկների հետ, հա, արձանագրությունների հետ։ Այդպիսի բազմաթիվ բաներ կան։ Ընդ որում հետարքիր հանցագործությունների տեսակներ կան, որոնք իրենց բնույթով անմիջական այսպես ընտրական չեն, բայց առնչություն ունեն, օրինակ այդ նյութապես շահագրգռելը հավաքներին մասնակցելու։ Հա, այդ ընտրականների մեջ դե իհարկե մենք արդեն որ ասում եմ ակնհայտները չթվարկեցինք, որ որևէ եղանակով պարտադրելը, որ այս քվեարկությունը կատարի կամ ստիպելը, որ այս քվեարկությունը չկատարի կամ նույն այդ հանձնաժողովականին պարտադրել, որ որոշակի գործողություն կատարի, սրանք բոլորը ընտրական հանցագործություններ են, բայց կան հանցագործություններ, օրինակ այդ նյութապես շահագրգռելը, որը ուղիղ ընտրական հանցագործություն չի, բայց վերջնական արդյունքում ունի նպատակ ընտրությունների վրա ազդելու։ Հա, օրինակ իշխանության կողմից ինչ որ իշխանություն օրինակ այդ նյութապես շահագրգռելը։ Ինչ է սա հետարքիր հանցակազմ, որովհետև այս իշխանությունը մի քանի տասնյակ երևի վարույթներ նախաձեռնեց, ընդ որում դրանց մեջ կան նաև աղմկահարույցները, եթե հիշում ես լրատվամիջոցներում ձայնագրություններ հրապարակվեցին, որ մարդիկ այդպես, ընդ որում այս ընթացքում էլ այն քյաբաբի բանի պատմությունը հիշում ես, բայց այդքան խոսում են, ասում են, հա, քյաբաբ են տվել այս կողմից։ Իսկ պիցա։ Պիցան այդ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ պիցայակերներն են։ Այս ընթացքում ձայնագրություններ են հայտնվում, որտեղ մարդիկ խոսում են իրար հետ, չգիտեմ, օրինակ բանի, հա, հանրահավաքի գնալու համար քեզ բենզին կտամ, ես կտամ, այն կտամ։ Սա մի իրավիճակ էր առաջացրել, ես ունեմ այդպիսի երկու պաշտպանել տարբեր վարույթներով, որ մենք ամբողջ ընթացքում ասում ենք, որ մի կարևոր հանգամանք կա։ Այդ արարքը կարա լինի հանցագործություն, եթե այդ եղանակով անձի դիրքորոշման վրա ազդել ես կամ օրինակ անձը չէր ուզում գնալ այդ հանրահավաքին, դու իրան նյութապես շահագրգռել ես, ասել ես արի քեզ փող տամ գնա։ Եվ եթե այդ փողը չտայր, ինքը չէր գնա։ Միանգամայն այլ հարց է, եթե անձը ուզում է գնա, բայց դրա հնարավորությունը չունի։ Ես ուզում եմ գնամ հավաքին, մասնակցեմ, բայց տրանսպորտային ծախսերի խնդիր ունեմ եւ այլն, գալիս եմ ասում եմ կամ մյուսը գալիս ասում է, արի ես կտամ քեզ այդ քո տրանսպորտային ծախսը, եթե ուզում ես գնաս, գնա։ Սա շատ կարևոր սահման կա։ Եվ վերջապես Սահմանադրական դատարանը, թեև այդ արարքը քրեական օրենսգրքով նախատեսված արարքը հոդվածը սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց, բայց այդ կարևոր արձանագրումն արեց, որ եթե նյութապես այդ բանը շահագրգռել ասածը որևէ իր համար առավելություն ստեղծելը չի ապացուցվում, որ պայմանավորված է եղել իր դիրքորոշման վրա ազդելով, ապա այդտեղ հանցակազմ չկա։ Վերջապես արձանագրումը եղավ։ Հա, բայց մի հատ ուրիշ բան ասեմ ես, որ հիմա դուք ասում եք, ընթացքում մտածում եմ, օրինակ կուսակցությունները իրենց նախագծել ունեն, չէ, իրենց տեսլական ունեն, թե եթե ընտրես դու Իրան, ինչ Հայաստան, ինչ երկիր մենք կունենանք, ու հիմա եթե նույն կուսակցությունն ասում է, եթե դու ինձ ընտրես, աշխատավարձը կբարձրանա, նյութական ինչ-որ խոստումներ են տալիս։ Հիմա եթե մենք այդպես վերցնենք շատ խորանանք, իրանք են որևէ ձևով ազդեցություն ունենում քո որոշման վրա, որպեսզի դու իրան ընտրես ու ինչ-որ նյութական բան ստանաս հետագայում։ Քո նկարագրածը մյուս հանցատեսակին է մոտենում, այդ քվեարկության կամ ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքին է մոտենում։ Դրա շրջանակում է դա դիտարկվում, որովհետև կամ բարեգործության խոստում տալուն Օրինակ, որևէ անձին ծառայություն կամ որևէ բարիք հա տալը կամ խոստանալը, որպիսի բան անի։ Իրեն ընտրեն։ Այո, իրեն ընտրեն։ Բայց դա պիտի նայ, երբ որ դու քաղաքական իշխանություն դառնալու ժամանակ քո ծրագրից ես խոսում, դա որևէ եղանակով չի կարող լինել այդ բարեգործության արգելքի խախտում։ Հա, բայց ծրագիրը ամեն դեպքում նյութական ինքը քեզ ինչ-որ շահագրգռություն Անհրաժեշտության դեպքում այդտենց կմեկնաբանվի։ Անհրաժեշտության դեպքում կգան կասեն, այ օրինակ, որ դու խոստացել ես թոշակը բարձրացնելու եփիդելնեսին բան, հա, իշխանություն, դա բանա, բարեգործություն, բայց այդտեղ բարեգործություն չի։ Այստեղ ինքը իր լիազորությունների շրջանակներում ասում է, այս ծրագրային ներկայացնում, ասում է, իմ իշխանության գալու դեպքում ես մի ընդհանրեն խնայել եմ այստեղից դրանով բարձրացնելու եմ թոշակները։ Բայց եթե դու ասում ես, այ օրինակ, ես հիմա այս ճանապարհը կսարքեմ, գնացեք Ժողովուրդ ջան ինձ ընտրեք, կամ այ որ ինձ ընտրեք, այդ խոստում ասածը, հա, ես այդ ճանապարհը, ընդ որում բարեգործության արգելքը բան ունի, ժամկետներով սահմանափակում ունի։
Դա պիտի լինի ընտրությունները հայտարարելուց մինչև արդյունքների ամփոփումը, ԿԸՀ-ի, հա, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ կողմից որոշումը հրապարակելուց կամ նշանակելու որևէ այլ իրավական ակտով, մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը։ Այդ ժամանակահատվածի մասին է խոսքը, որ իրավունք չունեն, այո, անելու բարեգործություն կամ խոստանալու որևէ բան։ Այդ խոստանալն էլ հետեւյալն է, ինքը իհարկե չպետք է տեղավորվի կամ ինչ էլ տեղավորվում մաքուր իրավաբանորեն որ նայում ենք, դա չի վերաբերվում քո ապագայում որպես իշխանություն կատարվող խոստումներին։ Չէ, ակնհայտ է, որ պիտի խոստումներ տաս։ Ահա։ Առանց դրա չի լինում։ Հետևաբար քո հարցին անդրադառնալով վերջնական արդյունքում, չէ, եթե ես ասում եմ ձեր կյանքը կլավանա, ձեր աշխատավարձը կբարձրանա, ձեր թոշակը կբարձրանա, դրանք հենց քաղաքական ուժի գործառույթներ են, որ ինքը պիտի իրականացնի։ Այդտեղ չկա որևէ բարեգործական արգելքի խախտում։ Բայց եթե ես հիմա բերում եմ քեզ յուղը բրինձ եմ տալիս, ու ասում եմ գնա ինձ ընտրի, հələ մի հատ է կբերեմ կտամ խոստանում եմ, բան, այդ արդեն արգելքի խախտում։ Լավ, բայց մի հատ ուրիշ բան էլ ոնց որ ասեմ քննարկենք, ասում եք այդ ընթացքում իրավունք չունեն որևէ նյութական, ինչ-որ ծառայություն մատուցեն, որևէ նյութական բան արժեք տան։ Օրինակ, իշխանությունն է, ընդհանուր եմ ասում, իշխանություն չեմ ասում Հայաստանի Հանրապետության ներկա իշխանություն, այլ իշխանությունն է ընթացքում, այո, այս ընթացքում ինքը կառավարում է երկիրը ու ի տարբերություն մնացած տարիներին, այդ ընթացքում ինքը ավելի ակտիվ կառավարում է ու ավելի ակտիվ գործողություններ անում։ Օրինակ, կոնկրետ դեպք ես ասում։ Փողոցներն ասում կապ չունի, բայց շատ կոնկրետ դեպք ես ասում։ Չէ, արի փողոցներն ասում։ Թոշակն է բարձրացնում 10000 դրամով։ Կամ չգիտեմ։ Բժշկական ապահովագրություն ա մտցնում, հա։ Այդ ամեն ինչը այո, դա դա ունի ազդեցություն։ Դրանում կա իմ համոզմունքը, որ հանցակազմ պարունակող գործողությունները այ հենց այդ բարի, հա, ոչ թե բարեգործության, այլ ինքը շատ ավելի նման է ընտրակաշարքին, հա, ինչի համար ես դու մի քիչ էլ նաև նման է բարեգործությանը, բայց դասական իմաստով այդ հանցակազմից չի տեղավորվում, որովհետև այնուամենայնիվ ինքը օրենքով իր վրա դրած լիազորություններն է իրականացնում, ինքը ունի դրա լիազորությունը։ Ես թե որևէ մեկը բարեգործություն անելու արգելք չունի, բարեգործությունները ցանկացած մարդ կարող է անել, բայց ոչ այդ ժամանակահատվածում։ Հիմա այդ ամեն ինչը պետք է վերլուծվի իր ամբողջության մեջ։ Օրինակ, եթե որևէ իշխանություն, մերը չեմ ասում, ենթադրյալ, որևէ իշխանություն, ասում է, գիտեք ինչ, 10000 դրամով թոշակը բարձրացնում ենք, որ ինչ անենք։ Դա հիմարություն է։ Այն պապիկ տատիկները ինչ պիտի անեն 10000 դրամով, դա անելու են ապարցակվար ռիսկի չզգանել։ Բայց ընտրությունների նախաշեմին ասում է սոտքի 10000 դրամով բարձրացնելով։ Դրանից հետո ամբողջ կառավարությունը կառուցվում է հետևելով։ Յուրաքանչյուր պապիկ տատիկի տեսնելուց ասում է, թոշակը բարձրացել է, ոնց է լավ ես քեզ զգում։ Նստելա փողը։ Նստելա փողը, հա։ Ակնհայտ է չի դառնում, որ դա եթե հանցագործություններից դուրս գան, կառնվազն վարչական ռեսուրսի բանը։ Այո։ Կիրառումը, որովհետև իրանք իդեպ ասեմ, իրենք դա մեկնաբանում են այլ կերպ, ասում են, այո, մենք այդ առումով ունենք բան, առավելություն մյուսների նկատմամբ, ընդդիմության նկատմամբ, որտեղ մենք իշխանություն ենք, մենք դա կարող ենք անել, ընդդիմությունը չի կարող անել, եւ որպես հակակշիռ այդ իրենց հնարավորության, ասում են, ընդդիմություններ պիտի գա, քննադատի մեզ ասի այսի սխալը, մենք ավելի լավ կանենք։ Չէ, դա այո, օդում որպես տեսական մակարդակում քննարկելիս, այո, հնարավոր է կանք այդ համոզման, որ բան չկա, խնդիր չկա, բայց ակնհայտ տեսնում են գործողությունները։ Տատիկ ջան, պապիկ ջան, թոշակը ստացել ես, վիրահատությունդ այն բանով արել ես, ապահովագրությունով արել ես, երբ որ վերջնական արդյունքում էլ դրան ավելացնում ենք վերջի շրջանում հայտնի կամ հրապարակված ու չհերկված տեղեկությունները, որ ապահովագրության գումարներն են վերջացել։ Դες ինչի մասին է սա խոսքը։ Այսինքն ակնհայտ է, որ բյուջեով նախատեսվել է կոնկրետ գումար, հաշվարկ արվել կոնկրետ ժամանակահատվածի համար, մի քիչ շատ, մի քիչ քիչ, գույզը քիչ էին հաշվել, մի քիչ փողերը շատ են ծախսել, բայց իրենց խնդիրը եղել է այդ ժամանակահատվածում ապահովագրությունը ակտիվացնեն, որպեսզի կարողանան քարոզչության ընթացքում դա ասեն։ Հիմա հիբրիդային հանցագործություն է։ Հիբրիդային հենց այդ է։ Քողարկելով ինչ որ բաներով։ Հիմա չես կարող, չի միանշանակ ասես, որ այդտեղ, հա, ինչ որ բան բարեգործության կոնկրետ որ հանցանք դա չես կարող այդպես միանշանակ ասել։ Թեև եթե լինենք մեր առօրյա իրավապահների նման, ամեն ինչ էլ կարող էինք ասել։ Իրանք հենց այդպես էլ անում են։ Ցավոք սրտի, ես ուզում եմ վերջերս քննարկում էինք, ասում եմ ուզում եմ հույս հայտնեմ կամ հույս ունեմ, որ այս իրավական բեսպրիձելը դուրս չի գա քաղաքական հանցագործություն կամ քաղաքական շրջանակներից, բայց այդպես չի,
ցավոք սրտի, որովհետև երբ որ միջին եւ միջինից ցածր մակարդակում գտնվող իրավապահ մարմնի աշխատակիցը տեսնում է, որ սենց կարելի է փաստորեն, եթե նրանց կարելի է, ինքն էլ իր ամենօրյա աշխատանքի մեջ է դա անելու։ Նույն կերպ անելու է նա։ Հիմա ինչի վրա պետք է հույսը դնեմ, որ ասեմ, չէ, դե, այն բանը քննիչը կամ այն դատախազը ենթադրենք վարչական շրջանի, որը չի զբաղվել այդ քաղաքական բաներով, գործերով, ծանր գործերով, դու ինձ բան չի անի, չէ, անելու է։ Անելու է, հենց հնարավորությունը տեսավ անելու է։ Մեր գործն է փաստաբանների, նորից անդրադառնանք ասում եմ մեզ, հա, փաստաբաններից, որ պայքարենք դրա մեջ մեր ամենօրյա աշխատանքով, մեր վստահությունների իրավունքները պաշտպանելու, որ դրան չհասնի բանը։ Ոստի այո, բոլորը, ովքեր որևէ առնչություն են ունենում իրավապահ մարմինների հետ, վարչական մարմինների հետ, ընդհանրապես դատարաններում որոշակի հարցեր են բարձրացնելու, պիտի դիմեն փաստաբանական ծառայության, պիտի փաստաբանի խորհրդատվության եւ օգնության դիմեն։ Երբ որ մարդը քվեարկությանը մասնակցում է, հետո երբ որ դուրս է գալիս, ասում է ում է ընտրել, չպետք է ասես, որովհետեւ քրեական հանձնարարություն։ Մի հատ գործ կար, դիտարկի բան։ Հա, նախ դա հասկանանք ինչի մասին է խոսքը, այո, քվեարկության գաղտնիությունը բացահայտել չի կարելի որևէ եղանակով նկարելով, չգիտեմ, ես կողասին դու պիտի չասես դու ես ընտրել, եւ եթե ասեցիր, դա հանցագործություն է։ Մի հատ գործ ունեի, որ մեր գրասենյակներ անմիջապես, հա, այսպես առաջին իրավաբանական օգնությունը ցույց տալիս, մի տղա մտել էր քվեախոց, արի բան չանենք, չնայած չի լավ էլ անենք։ 16 համարը ճղել էր, նկարել էր այդ ճղածը եւ իր Instagram-յան էջում հրապարակել էր։ Ձերբակալել էին այդ տղային, քվեարկության գաղտնիությունը, իր կողմից կատարած քվեարկության գաղտնիությունը բացահայտելու է ինտերնետի հետ ինչ էր համացանցի չէ, հաղորդակցման միջոցներով եւ այլն, հա, այսպես հրապարակելը։ Հիմա տես, հիմա դեռ ուրա գաղտնիության բացահայտում։ Ընդ մենակ երևում է իր վերաբերմունք այդ համարի նկատմամբ։ Կոնկրետ համ, բայց ում ընտրել չի երևում։ Չի երևում, Հիմա մեկին անդրել։ մեր շատ հետարքիր պրոֆեսիոնալ իրավաբանները իրավապահ համակարգում ինչ ուզում մեկնաբանում են։ Ասում են քվեարկության գաղտնիությունը նաեւ թե ում չես ընտրել։ Այսինքն տես են մեկնաբանում, ասում են, այ ում որ հաստատ չես ընտրել, դա էլ է գաղտնիք։ Ախր եթե լիներ երկու հոգի մեկին Այո, շատ ճիշտ է։ Դրանով իսկ ցույց տայր, որ այո, գոնե, էլի չէ, բայց գոնե, որովհետև ի վերջո կարող նրան էլ չեմ ընտրել։ Ենթադրենք երկուսն են, ենթադրենք երկու քվեատեր, նա ճղել եմ, ինչ գիտես կարող են եմ ճղել։ Այնուամենայնիվ հաստատապես իմ քվեարկությունը չեմ։ Իսկ ինչ եղավ այդ գործը։ Շարունակում ես, մենք բեղադրալի կարգավիճակ ունի, բնականաբար ականջ հետև կգցեն, որովհետև ենթադրում են, որ իրանք են հասկանում, որ դա այդ գործը որևէ ապագա չունի։ Հա։ Ու նաև այդ որ ասում են գաղտնիությունը, ճիշտ է, ինքը որպես հանցագործություն նախատեսված է քրեական օրենսգրքում, բայց ես հենց եմ մտածում, այդ քո իրավունքն է ասել, թե ում ես ընտրում, չես։ Ես լրիվ համաձայն եմ։ Որովհետև բոլորը գիտեն։ Դա իրականում անհետեցություն է, բայց դա նպատակ ուներ։ Գիտես դա ինչի արեցին։ Չտարածվի քարոզչություն չարվի, հա, ազդեցություն։ Դա ավելի վտանգավոր մի երևույթ կանխելու համար արեցին, երբ որ ստիպում են կամ ընտրակաշարք են տալիս, որպեսզի քվեարկություն ընտրի, այ ստուգելու մեխանիզմն են դրանով վերացրել։ Օրինակ տալիս է, ասում է կգնաս կնկարես կբերես։ Որ ես տեսնեմ հաստատ դա ես արել։ Մի կողմից դու շատ լավ հիշում ես, իրար հետ մենք երկուսով վերապատրաստման ենք մասնակցել, մի կողմից այդ քվեաթերթիկների քանակն է դա զսպում, որ իհա կարա ցանկացած քվեաթերթիկ դնի մեջը նկարի, հետո կհանի։ Պսիշկա չի, որ ասի պսիշկան նկարի, բայց դա ավելի վաղ ընդունված է այս քրեական օրենսգրքում, գաղափարը հենց այդ էր, որ եթե հանկարծ պարտադիր են, որ նկարես, բերես ինձ ցույց տաս, որ ես տեսնեմ իսկապես դա ես ընտրել, այդ նկարելը դարձրեցին հանցագործություն, որ դրանով չկարողանան բան անել, հա, հսկողություն սահմանեն, այսպես ասած։ Հա, որը ուղղակիորեն կապված է այլ կաշառք ստանալու տալու հետ։ Հա, ընտրությունների, այո, անձի ընտրելու, հա, իր համոզմունքի վրա ազդելու համար է։ Բոլոր հնարավոր եղանակներով փորձեցին կանխել։ Ընդ որում ես ասեմ, էլի մենք միասին թե այդ վերապատրաստմանը թե հետագայում քննարկել ենք, իրականում մեր ընտրական համակարգը, մեր ընտրական օրենսգիրքը, կարգավորումները Երբ 99% բացառում է այդ կարուսելները, չգիտեմ, լցոնումները, բազմաթիվ այդպիսի բաներ։ Իրականում դա շատ հիմա ընտրությունների հետ կապված հանցագործությունները կամ անձանց ընտրելու կամքի վրա ազդելու միջոցները ավելի վաղ փուլում են իրականացնում։ Դա կարող է օրինակ ընտրակաշարք տալու դեպքում ես կարծում եմ ընտրակաշարքը ամենահիմար միջոցն է, որ կարող է որևէ քաղաքական ուժ դիմի դրան, որովհետև դու որևէ եղանակով ազդեցություն չունես, չես էլ իմանալ այդ փողը որ տվել ես նպատակին ծառայել է թե չէ։ Հիմարություն է դա։
Գոնե ընտրակաշառքը լիներ բան, նյութական հանցագազմ լիներ։ Հա, որ ինչ-որ եղանակով, բայց ձևականա տալու։ Ամեն դեպքում թե միևնույնն է, հիմա մեր ժամանակներում կաշառքով, ընտրակաշառքով ընտրություն, չգիտեմ, էլի ես միշտ համարել եմ դա նախ բացի որ հանցագործություն է, նաև հիմարություն է։ Հա։ Ու նաև դասերի ընթացքում, որ եթե մարդը երկրորդ անգամ գնում քվեարկելու, դա եւս քրեական հանցագազմ է։ Ես այդ ժամանակ մտածում եի, ասում եի, լավ, օրինակ, ես առավոտյան գնում եմ մասնակցում եմ ընտրությանը ու մոռանում եմ ու այնքան վստահ եմ, որ այդ կարա լիներ իմ հետ։ Չէ, լավ չեմ մոռանում։ Որովհետեւ ես չեմ հիշում մի օր առաջ ինչ եմ արել։ Մի օր առաջ կարող, բայց այդ օրը կհիշես։ Չի, ամեն դեպքում լավ, ես չեմ ինչ-որ մարդ է, որ ունի Եթե առողջական, հա, դա ապացուցելի է։ Իվերջո գլխավորը հանցագործության մեջ բանն է, չէ՞, իր դիտավորությունն է։ Ինքը ինչ ուզեցել անի։ Հիմա եթե այդ մարդը դիտավորությունն է, իսկ երկրորդ անգամ քվեարկել է, դա դիտավորել հանցագործություն։ Այո։ Եթե մենք ապացուցում ենք, հիմնավորում ենք, որ այդ անձը չի ունեցել դրա դիտավորությունը, որոշակի բժշկական փաստաթղթերով բերում ենք, հաստատում ենք, որ այո, նա կարող փորձագետի, չգիտեմ, հա, դատարկեբաժական, դատարկեբանական, բերում ենք, հաստատում ենք, որ այո, մարդը կարող էր եւ ամենայն հավանականությամբ մոռացել էր, բնականաբար այդտեղ չկա այդ հանցագազմը։ Հա, բայց դա արդեն բայց չի եղել, չէ՞, տենց դեպք Հայաստանում։ Չեմ կարծում, ես տեղյակ չեմ։ Հա, բայց դա մենք մի քիչ գուցե ծայրահեղ ինչ-որ դեպք նայեցինք, բայց բազմաթիվ այդպիսի բաներ կա, որ անձը իսկապես չի ունենում այդ դիտավորությունը, այլ դիտավորություն է ունենում, որը հանցագործության հետ կապ չունի։ Մի խոսքով ինչ-որ եղանակով դանում է։ Քաղաքացին ինչ խնդիր ունի, որ գնում է դեպի դրան։ Ցավոք քաղաքացիները, թեև վերջին ընտրությունները հիմա կարող է ես ինքս ինձ հակասեմ, բայց միշտ ավանդաբար ընտրությունների մասնակցությունը եղել է այդպես երկրորդ պլան, ոչ կարևոր, հա, եւ իսկապես հանրության մոտ կա այդ տպավորությունը, որ միևնույն իրենք չեն որոշողը։ Հա։ Ես դրա համար միշտ դեմ եմ եղել հրապարակային քաղաքական գործիչների կողմից հրապարակային կոչերին, թե ընտրություններով ոչինչ փոխել հնարավոր չի։ Փաստացի իրականության մեջ հնարավոր է որ տենց է, բայց դա անդադար ասելը ճիշտ չի, որովհետեւ քաղաքացուն դու արդեն բան ես, հիմա ստացել եմ իրավիճակ, ասում եմ ես միևնույն է իմ ընտրությունով հարց չեմ լուծելու, այլ լրացիչ փող ախի չվերցնեմ որ։ Հետո օրինակ դա է։ Քաղաքական համակարգը պիտի փոխվի, մարդկանց մտածողությունը պիտի փոխվի։ Շատ կարևոր է որ մարդը իրեն զգա պատասխանատու, կարևոր։ Բայց ասեմ ես ընտրություններում ես իրականում բավականին ուրախացա մասնակցության քանակով եւ եթե մասնակցությունը այսքան չլներ շատ ավելի վատ պատկեր էինք ունենալու հիմա ես չգիտեմ դա նու ես կարծում եմ դա մեր բոլորի արած որովհետեւ մենք օրինակ ես անձամբ ընտրություններին մասնակցություն եմ ունեցել միայն մասնագիտական բանով եւ քաղաքացիական հա մի դեպքում այդ նույն վերապատրաստումների բաների միջոցով մասնագիտական երկրորդը որ մասնակցել եմ այնպիսի ակցիաների որոնք միտված են եղել հանրությանը ընտրություններին մասնակցելուն կոչ անելու բայց սրան ընտրի նրան ընտրի չէ դա քարոզի հետ գործ չունեմ ես ինքս էլ տեխնացու չեմ եղել եւ դա երևի տվեց իր ազդեցությունը մարդիկ իսկապես շատ լավ մասնակցություն ունեցան Իրականում ես էլ եմ շատ նկատել սոցիալական հարթակում իմ տարիքայինները կամ ինձ մի քիչ մեծ բոլորը կոչեր էին անում որ գնացեք մասնակցեք ընտրությանը որովհետև այդ ձեր կարևոր հա իրավունքն է որ դուք պետքա իրացնեք նույնիսկ հումոր էին անում ասում են ես իմ կյանքի որոշումները չեմ կարող որ գնաց պետության կառավարում հա չէ բայց Պետք է հասկանանք, որ դա այո, ամբողջ հասարակության պատասխանատվությունն է։ Հույս ունենանք, որ որոշակի առումով դրական տեղաշարժ կա։ Այս վերջի ակտիվությունը։ Ու հույս ունենանք, որ կամաց մարդիկ կհասկանան, որ իսկապես իրենք են որոշելու։ Ես անկեղծ կասեմ, լինելով քաղաքական կուսակցության խորհրդի անդամ, երբեք չեմ կիսել այն մոտեցումը, թե ընտրություններով հնարավոր չի հարց լուծել։ Չէ, հնարավոր է, այո, հնարավոր է։ Ես այդ գուցե ավելի փորձառու քաղաքական գործիչները ինձ կհակադարձեն, չգիտեմ, ինչ որ հանգամանքներ կբերեն, բայց միևնույնն է, ես կարծում եմ, ինչ էլ որ լինի, եթե հանրությունը իսկապես որոշեց փոխել իշխանությանը, որևէ իշխանություն դրա դեմը ոչ, չգիտեմ, ուժով, քրեական հետապնդումներով եւ այլն չի կարողանալու։ Այո։ Դեռ 18 թվականի հեղափոխություն կոչվածը էլի իշխանություններ, որից եկան խլեցին, դե հիմա հա կարող ենք բերել ասել դե պայմանավորված էին արտաքին Ամեն դեպքում եղել է։ Հա, ամեն դեպքում փաստինա որ եղել է։ Հիմա թող ժողովուրդը որոշի, որ պիտի անի այս քայլը, արտաքին չէ, ինչ ճնշում ուզում ալնի, ով պիտի փոխի։ Կարծում եմ հնարավոր է։ Կարող է շատ ռոմանտիկ եմ,
Այդ իմաստով, չգիտեմ։ Քաղաքական ռոմանտիզմ Քաղաքական գուցե, բայց ես համոզմունք ունեմ, որ այո հնարավոր ընտրություններով։ Եվ չենք էլ կարող հիմա չխոստովանենք, որ այս վիճակը էլի որոշակի հավարչական ռեսուրս էս կողմեն, բայց վերջնական արդյունքում եթե մի պատ հողնում ենք այդ ազբաններ ազդեցության ձևերը, այնուամենայնիվ քաղաքացիների որոշումն է, հանրության որոշումն է։ Բայց մի շատ կարևոր բան կա։ Իրականում հանրությունը, ընտրելու իրավունք ունեցող մեր ժողովուրդը երկու որոշում է կայացրել։ Առաջինը որոշելը, չէ, իր քվեարկությամբ երկու բան ասել, հավաքական հասարակությունը, ժողովուրդը, հա, ասել է համար 1, վարչապետը պետք է լինի այն մարդը, որ հիմա վարչապետ է։ Դա քաղաքական բան է, հանրության որոշումն է։ Թողնենք մի պայելի եմ ասում, բան են ընտրակաշարք, Պողոս, Պետրոս չգիտեմ։ Այդ որոշումը կա, բայց կա նաև երկրորդ որոշումը, որ այն իշխանությունը, որ պիտի ձևավորի, ես որոշել եմ որպես հասարակություն, որ Նիկոլ Փաշինյանը կամ քաղաքացիական պայմանագիրն է բանանելու, իշխանությունը ձևավորելու, բայց այնուամենայնիվ ինքը պետք է փոխզսպող բան ունենա եւ նա 3/5 պիտի չունենա։ Ամեն դեպքում մենք խոսացինք շատ հետաքրքիր կարևոր թեմաներից, ընթացքում ես էլ լիքը բաներ իմացա, մի անգամ պարոն Գրիգորյանին էի կանչել, չգիտեմ, գիտեք թե Վահագն Գրիգորյանին, քաղաքացիական դատավարության շատ ուժեղ մասնագետ է, իմ դասախոսն է եղել, վճռապետ դատարանի նախադեպային, հա, ինձ հաստատ կիմանաք, վճռապետ դատարանի նախադեպային որոշումների ազդեցության մասին էինք խոսում, վերջում ասեց իմ համար ոնց որ անվճար դասախոսություն լիներեց ամեն ինչը, ու հիմա չէ, չուզեց, լավա որ չուզեց, Պոդքասթներից ընթացքում հա ասեմ, որ ես լիքը բան իմանում եւ սովորում եմ, այդ առավելություն։ Ես էլ քո պոդքասթների նայելուց եմ շատ բան իմանում սովորում, որովհետեւ ինչքան էլ այդ ասենք ու ավարտենք երևի, մարդկանց մոտ կարծիք կա, չէ՞ բժիշկը կա։ Նոր են սովորել, ուրախ հրատամնաբույժ ու սրտաբանը դրանք տարբեր են, էլի, բայց իրավաբանների մոտ էլ այդ բանը չի հասել։ Երբ որ ինձ օրինակ ծանոթ բարեկամ հարազատ ասում է, այ դու փաստաբան ես, հələ մի հատ ասա էլի, այն հողս եկել են զավթել են, ես ասում շորջան, իմը չի, ես դրա մասնակետը չեմ, կարամ ինչ-որ տենց համալսարանից մնացած ինչ-որ տենց ընդհանուր բաներ ասեմ, բայց սխալ է դա, ես իրավունք չունեմ, որովհետև շատ հանգամանքներ կա, երևի փող ա ուզում, երևի փող ա ուզում, փաստով կամ էլ դե լավ, չի ուզում օգնի, վատ մարդ է, չէ, այդ արի արձանագրենք, որ ես քրեականը սիրել եմ միշտ քրեական, խորացել եմ քրեականի ուղղությամբ, ես միայն քրեական գործերով եմ։ Ընդ որում քրեականն էլ ինքը ունի ինստիտուտներ, որ մարդիկ կան մենակ օրինակ զինվորական հանցագործություններ են զբաղվում։ Ես կարող եմ ասել ինքս ինչ հանցագործությունների տեսակներից աշխատում եմ կամ խուսափել կամ չեմ համարում, որ ես դրա բանն եմ, հա, օրինակ տրանսպորտային միջոցներով կատարված հանցանքներ, որ դեռ առանձին մասնագիտական, բայց զուգահեռ օրինակ ինձ էլի քրեականի մասնագետ եմ, չէ՞, փաստաբան եմ, եղել է, որ տրանսպորտային ոնց է, ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման հետևանքով առաջացած, հա, զոհման հանցագործություն դիմել են, որ պաշտպանեն, ես ինքս խորհուրդ եմ տվել, ասել եմ, գիտես, սրա համար կա նեղ, խորացած, շատ լավ մասնագետ։ Գնա իրան դիվի, ընդ որում ինքը Նիկոլայ Բաղդասարյանը չի։ Ոչ մի դեպքում։ Ոչ մի դեպքում ինքը չի։ Բայց կա այդպիսի մասնագետ, որը որ հենց դրանով խորացած, այ պետք է իրան դիմել։ Դա շատ ավելի լավ է։ Մասնագետներ կան մենակ օրինակ միգրացիայի քաղաքացիության հարցերում, վերջ, այդ իրանց գործն է ու գիտեմ, որ ինքը դրա մասնագետ է։ Ուղղակի այս քրեականի մեջ այդ չի նշանակում, որ քրեականի մասնագետները այդ բոլորը չեն կարող անել։ Բայց դե հիմա ինքը ընտրել է իր համար ուղղություն, իր համար դա եկամը դա բերա, դա հաճելի է, հետաքրքիր է ինքը այդ ուղղությամբ բանան։ Ունեք ես թմրամիջոցների հետ կապված հանցանքները չեմ սիրում։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ, շատ շնորհակալ եմ, շատ հավեսով, շատ հետաքրքիր է։ Ձեր շատ հաճելի։ Շուտ կգամ, եթե կանչես։ Այո, հաջորդը կմտածեք, էլի կասեք, ինչ թեմա կարելի։ Շատ շնորհակալություն։ Նմանապես, ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հետևել մեր YouTube-յան ալիքին, ըստ օրենքի հետագա ոդքասթները դիտելու համար։